Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք սիրելիներս, հույսով եմ, որ բոլորդ լավ եք, ես էլ այսօր դրսից եմ նկարահանում, մի քիչ դրսից, մի քիչ ներսից, այդքան առավոտ շուտ 11-ն է գալի արդեն, գնում եմ իմ աշխատանքին, միջև աշխատանքից գնալը, ասի մի հատ մոտնեմ բանջարեղենի խանութ, մի քիչ միրգ վերցնեմ, ավտոմերա գալային մոտ, չխորտել, ասի գնամ մի քիչ միրգ վերցնեմ, որ գնամ, որովհետև ահագի ժամանակ ունեմ, 5 ժամ ունեմ, խանութել մոտիկա, սիրելի հետևորդներ ջան, առանձնապես բան չունեմ ասելու, բայց ուզում եմ մի բան ասեմ, որ շերտավոր խմորի, գաթայի խմորը պատրաստելուց ես պատրաստել եմ 2 օր առաջ եմ այդ վլոգը տեղադրել, ճիշտ է իմ խմորը չկար իմ նկարներ, բայց ես հետո սարցախցիկից հանեցի, նկարեցի, տեղադրեցի հետևորդներիցս մեկը ասում է, բա ձեր խմորը չենք տեսնում ոնց է սարքում, բա ոնց անենք, գնանք խանութից առնենք, Ազիզ ջան, երևի դու, ես էլ ուզում եմ իրան դիմեմ, երևի դու ամեն անգամ իմ վլոգը չես նայում հերթականությամբ, որ իմանաս այդ խաչապուրին, որ ես վլոգը գցել եմ, դրանից առաջ այդ բանն եմ գցել, խմորն եմ գցել, խմոր պատրաստելու ձևը, ինչա հարկավոր, ինչա պետք, դա եմ գցել, հիմա ես այդ խմորը պատրաստելու եմ, բազմազան քաղցրավենիք եմ պատրաստելու դրանով, ամսի դեկտեմբերի 25-ից հետո, այն ժամանակ էլ ես ձեզ կասեմ, դա է ուզում ասեմ, միշտ հետևողական եղեք, սիրելի հետևորդներ, որ նայում եք, ուշադիր նայեք, մարդկա ներվերը չի երիքում, արագ թերթում ամսում, հետո ասում եմ, բայց մի բանը չես ասել, և մյուս բանը չես ասել, ուշադիր եղեք սիրելիներս, որ ամեն ինչը տեսնեք, ոնց եմ կատարում, ինչ եմ ասում, ինչ եմ ասում, էլ այդպես, ինչ ասեմ, ճիշտ ասած իմ այդ վլոգը ես մանեկա յութուբում որ գտնեմ չգտա, ուր էր կորել, ինչ էր արել, ուրիշ վատ որ գցում եմ, մտնում է այդ յութուբի այդ բաների մեջ մտնում էլի այդ ոնց ասեմ, այդ կադրերի մեջ մտնում, բայց մանեկա այդ խմորեղենից վլոգը ես չգտա, դե չես կարա երկրորդ անգամ նորից գցես, որտև ինքը դրա համար արդեն վարձատրվել է, արդեն դա այլ հնարավոր չի, որ նորից գցես, բայց ես խմորը պատրաստելուց կասեմ, չնայած հիմա էլ կարող եմ ասել, ինչա պետք, մի լիտր ջուր, սառը ջուր, 4 հատ 250 գրամանոց կարակ, մարգարինով շատ լավ է ստացվում, 2 սուրճի բաժակ ձեթ, մեկ թեյի կթալ լիմոնի աղ, մեկ թեյի կթալ սովորական աղ, ամենասկզբից ձվի դեղնուցն ենք խփում, սպիտակուցը չենք օգտագործում, դեղնուցը խփում ենք, ավելացնում ենք լիմոնի աղը, ավելացնում ենք էմյուս աղը, լավ խփում ենք, բուսայուղն ենք ավելացնում, ջուրն ենք ավելացնում ու ալյուրը հունցում ենք, այս խմորը պատրաստ է, արդեն այդ կարակը հետո, եթե դեք այդ ասենք մի լիտր ջրով եք պատրաստում, եթե կեսն եք ուզում պատրաստենք, ասենք կես լիտր ջուր 500 գրամ, 2 պաչկա կարակ եք վերցնում, կարակը մեջից կիսում ես, այդ մի լիտրանոց, մի կիլոանոց ջրով լինում է 7-ից 8 գունդ, մեջից կիսում ես այդ մի կարակը ու դնում ես գնդերի մեջ հավասար չափով ու 3 անգամ, ես 4 անգամ եմ բացել փակել, բացում փակում ես, որ չես դնում սարդարանը, բացում փակում ես իրար հետևից, որ տարածվի, մարգարինին պետք է սեյակային ջերմաստիճանում լինի, որ լավ հալվի,
Էտա դժվարություն չկա, ինչ խփել սեղանին, ինչ բան, մի հատ հետևորդ էր գրել էր, որ բա չեք խփում սեղանին, պետք չի որ խփեք, ճիշտ է, ուրիշները խփում են, չգիտեմ նրանց բաները ոնց է խփում են, բայց ես չեմ խփել, շատ ընտիր տեսակ խաչապուրի էր ստացվել։ Դե սիրելիներս, ես հասա արդեն խանութին, կհանդիպենք հաջորդ վլոգին, նորից կհանդիպենք։ Ասել հետևորդներ ջան, առևտուրս արեցի, հիմա գնանք տուն, նոր տեսնենք ինչ են պատրաստելու։ Դերս սպիտակ բաժակները կխփում։ Երկու սուրճի բաժակի, մեկ թեյի կթալ, շաքարավազ և երկու հատ սուրճ, ամար սուրճ էլ պիտի առնեմ։ Ասել հետևորդներ սուրճն եմ դրում, որ խմենք։ Փակի, սարմարալը ոչ մի բան պետք չի փակի։ Այսա սուրճ էլ կխմենք, նոր կտեսնենք ինչ ենք անում։ Մեր սուրճը արդեն եփվեց, հետևորդներ ջան։ Արի, Սուրեն պապի, որ սուրճ խմենք, արի։ Սուրճը պատրաստ արդեն։ Տեսեք ինչ գույնը տեղին, շատ համով ուտեստը ստացանք։ Սիրի հետևորդներ, աշխատանքից բայրում եմ, հիմա կարտոշկա եմ դրել խաշվի, ձու եմ դրել խաշվի, պապիկի համար, հետո էլ տեսնենք ինչ ենք անում։ Կես արդեն, դես 11-ին եմ եկել, միջև ես կոմենքում, որ պապիկը սայնել է։ Կարտոշկենու, կարտոֆիլի ձուկ խաշվի, արդեն կարտոֆիլը տաքացել է, լավ էլ տաքացել է, մի քիչ կարակ դնել մեջը, կարակ դնենք, շեպա սարը, սարցախցի կումա եղել, կարակն էլ հալվի, եսպես, կարակն էլ հալվեց, սիրի հետևորդներ ջան, կլացնեմ, ստեղ էլի բան կլացնելու, ստեղում ենք բազուկով, լոբիով, թամ կանաչիով, բան, աղցան, մի քիչ էլ աղցան կավելացնեմ, պապիկին, ստեղ կաղամբեի աղցան էլ ունենք, ձուկ էլ ունենք մաքրած, կապչոնի, ձուկ էլ կդնեմ պապիկին, կանչեմ, սարը ջուր լցնեմ, կարտոֆիլը դրա ժամանակ կա, որ պատրաստ լինի, թույլեր մաքրենք, և մեկը մաքրել եմ։
Միտիկ սառը ջրի մեջ դրեցի, լավ էր, մեկը լավ մաքրվեց, այս մեկը երևի ես եմ վռազում, լավ չմաքրվեց։ Սա էր մաքրվեցինք սերի հետևորդներ ջան։ Սերի հետևորդներ ջան, հավի միսոն եմ ձերս տակ, հավի մսով, կարտոֆիլով, սոս պատրաստեք պատուկի համար։ Միատ խառնենք։ Դրել եմ դանդաղ կրակի վրա, որ դանդաղ երբի։ Սոկն են լծկին, կարտոֆիլը եփած պատրաստ է, այս անգամ այս ձևով եմ պատրաստում, կարևորը որ միսը եփի։ Ժամանակ է, որ տոմատը ավելացնում, այս միսը նկատորել ասել։ Շրտանք էստի կորմի վրա, ասիկել եմ չտոմատ ավելացնում։ Չտոմատ ավելացնում, որ հաշի գնա սիրում գնա։ Տոմատը բացվի։ Հետևորդը մի քիչ կարմիր պղպեղ ավելացնեմ, խմելի, սունելի, մի քիչ, շատ քիչ, որտեղ ճաշը քիչ է պատրաստելու։ Պղպեղ, Citrus. Ամենը մի քիչ խառնում ենք։ Աղեստանից երևի դերոշներ շատ չէ, որտեղ խնդի նորից ավելացնում ջեջուր եմ ավելացնում, որ շատ ջերուկ չենք անելու, այնքան որ լիսը երբվի։ Փակում ենք բերանը։
լցնում։ Իհարկե մաղադամսը շքան թարմ է երևում, բայց աղի հետ խառնել եմ դրել։ Այսպես պետք է եղած ժամանակը, որ չլինի տոնը, օգտագործենք հերիքը։ Քան որ համը տա։ Կարտոֆիլ դեպած եք, միշտ էլ համարյա եպված, կհանդիպենք, երբ որ պատրաստ լինի սիրել հետևող մորջը։ Քիչ լցնեմ։ Սիրելի հետևորդներ, մեր ուտեստը եպված է, ու ջուրեր կարակ եմ դնում, հերիքը։ Այսօր էլ սիրելի հետևորդներ ջան, մի քիչ մաղադանուս եմ լցնում, իհարկե մաղադանուսը շքան թարմ է երևում, բայց աղի հետ խառնել եմ դրել, այսպես պետք է եղած ժամանակը, որ չլինի տոնը, օգտագործենք հերիքը։ Քան որ համը տա։ Կարտոֆիլ դեպած եք, միշտ էլ համարյա եպված, կհանդիպենք, երբ որ պատրաստ լինի սիրել հետևող մորջը։ Քիչ լցնեմ։ Սիրելի հետևորդներ, մեր ուտեստը եպված է, ու ջուրեր կարակ եմ դնում, հերիքը։ Այսօր էլ մեր ուտեստը պատրաստեցինք, հետո կտեսնվենք սիրելի հետևորդներ ջան։ Սիրելի հետևորդներ ջան, աշխատանքից նոր եմ դուրս եկել, հարմար չէր որ ճանապարհին խոսայի, դե մութ էր ոնց խոսայի, ուրիշ տեղ էի մտել էլի։ Ու ինչ եմ ուզում ասեմ, սերիներս չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, սիրելիներս տարածել, որ մեր ալիքը առաջ գնա։ Բոլորից շատ սիրում եմ ձեր գեղեցիկ մեկնաբանությունների համար, սրտիկների համար, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլորիցդ անխտիր եւ ստեսություն ասեմ, կհանդիպենք հաջորդ հոլովակին։